Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, մինչև որ բուն թեմային կանցնեմ, այսինքն աստվածային այն խորհրդին, որ տոնակատարեցինք այսօր, այն վեհ ու զորավոր խորհրդին, այն անչափ տպարուորիչ և հետաքրքիր այն դեպքը, որ մենք այսօր տոնակատարեցինք երկրորդ ծաղկազարդը, կուզենամ մեր իսկ համայնքում այս անցնող շաբաթվա ընթացքում երկու այսպես հետաքրքիր աստվածային ներգործության պահեր ձեզ ներկայացնեմ, չնայած դուք մեծ մասը գիտեք դա, մասնակից եք եղած, բայց կուզեմ այսպես գեղեցիկ ուրեմն եւ կարգով ներկայացնեմ։ Անցնող շաբաթվա մեջ երկու հետաքրքիր զգացողություններ, երկու հետաքրքիր Աստծո շնորհներ տեսա մեր համայնքի մեջ, ներգործություն զգացի մեր համայնքի մեջ։ Նախ առաջինը համբարձման տոնական պատարագը, երբ որ պետք է մատուցեինք Բարձրաշենի կառուցվող Սուրբ Համբարձման եկեղեցու, չարությամբ լցված մի խումբ ապերախտ մարդիկ, երախտամոռ ավելի ճիշտ մարդիկ, այդպես կարծեք թե անհասկանալի մի սատանայական ուժից մղված ուզեցին խանգարել և ինձ թվում է, որ պատկերացում չունեին մեր համայնքի արիության շնորհի մասին, արդեն կազմեցին, կարծում եմ, պատկերացում, բայց ամենատպավորիչ պահը գիտեք որն էր, երբ որ պտտվեցինք դեպի արևմուտք ամբողջ համայնքով և սկսեցինք հրաժարիմ կիս սատանայի և ամենայն խաբեութենեն օրա, կարծեք թե մի աներևույթ հզոր աճ, ավլեց եկեղեցին մի աներևույթ ավելով և դուրս թափեց բոլոր չարացած և երախտամոռ մարդկանց։ Եվ մի բացառիկ ու ապահով պահպանության տակ առավ իր զավակներին, մինչև պատարագի վերջը, մինչև վերջին մարդը կնստեր մեքենան, գոհ ուրախ սրտով կվերադառնար տուն։ Այնպես որ սա ինձ շատ տպավորեց, ես Սուրբ Հոգի Աստծուն շնորհակալություն հայտնեցի հատուկ, որովհետև Աստված ինքն է, որ իր սուրբ զորությունները շարժում է։ Նաև շնորհակալություն բոլոր մեր հավատացյալ ժողովրդին, թե ուխտավոր, թե բարձրաշենցի։ Սա առաջի դեպքն էր։ Երկրորդ դեպքը երեք էր, որտեղ բացառիկ և աստվածային, այսպես հատուկ ներգործությունը զգացինք։ 21 տարի է մենք ուխտավորներ ենք։ 21 տարվա մեջ այդչափ դժվարություն չենք ունեցել ոչ մի ուխտագնացության ժամանակ, ինչքան որ ունեցանք երեք։ Եվ գիտեք, Աստծուն հավատալը, պաշտել և Աստծուն ներկայությունը զգալը միայն այդպես ուրախական և իր ներգործական ներկայությամբ չէ, այլ նաև կազմակերպված համայնքովի ժրաջան հնարամիտ գործունյա նաև փորձությունները հաղթարելու մեջ է։ Հայաստանում բացառիկ վանքերից մեկը, այդպես լիաթոք կասենք, Ցախած քարի վանքը։ Մենք երկու անգամ էլ այցելել էինք, կամ մի անգամ էինք այցելել, բայց մի կեսն էինք տեսել։ Մյուս հին մասը չենք տեսել։ Այնտեղ կա վերանորոգված երկու եկեղեցի ընդամենը, բայց ևս երկու դեռ չվերանորոգված իրենց գավիթներով, հսկա սյունասրահներով, մի ահռելի կառույց։ Սա չէինք այցելել, այդ առաջի այցելության տեղն էլ չգիտեինք, չէինք էլ զգացել, որ այնտեղ այդպես ուրեմն մաս կա։
Խոսքս չծանրացնելու համար է դրախտային միջավայրը կանաչ, գեղեցիկ, ամպերի սպիտակն ու երկնքի կապույտը, թռչունների ճռվող հյունն ու հավատացյալ մարդկանց ուխտի, բայց դժվարությամբ, քայլելով, տանջվելով, 4-5 կիլոմետր ճանապարհ սար հաղթահարելով, ի վերջո հասնելով ուրախ զվարթ աղոթելով, պաշտելով ուրախությամբ, մի հոգի ոտքը ոլորեց, մի քիչ ճաքեց, կոտրվեց, մի հոգի էլ վայր ընկավ, 4 կար դրեցին։ Բայց այդ ամեն ինչը ուխտագնացության միջասահմանում արագ դարմանեցինք Աստծու զորությունով եւ շնորհակալություն Եղեգնաձորի բժշկական կենտրոնին, այդ որ ճակատին մեծ խաչ է նկարած, մենք լիաթոք օրհնեցինք, որտեղ իրենք էլ Աստծու ծառաներ են, երբ որ իրենց մասնագիտական կարողությունը բարեխիղճ ձևով ի գործ դնելով դարմանում են իրենց ժողովրդին, իրենց ուխտավոր ժողովրդին, թող Աստված երկար կյանք առողջություն տա այդ բժշկական կենտրոնի բոլոր բժիշկներին եւ առհասարակ բոլոր աստվածավախ աստվածապաշտ ուրեմն բժիշկներին։ Եվ երևակայեք, որ գիպսը հավաքեցինք, 4 կարը դրեցինք, շարունակեցինք մեր ուխտագնացությունը։ Մեր հիվանդներին հարցնում ենք, եզրափակենք, վերադառնանք, չէ, Տեր հայր, 2 սրբավայր էլ պիտի գնանք։ Անկեղծ ասած այդ դժվարության ժամանակ ես միշտ մտածում եմ, որ երևի վերջինը չենք հասցնի, որտեղ գիտեք առավոտյան ժամը 4-ին ենք արթնացել, 5-ին ենք շարժվել, որ ցախած քար սմբատաբերդ այնուհետև հասցնենք գնանք Թանահատի վանքը Գլաձորի հռչակավոր համալսարան եւ վերջում է Սուրբ Խաչը հասնենք, ոնց գումարում հանում էին մտածում էին, որ դժվար հասնենք Սուրբ Խաչը երբի չհասցնենք։ Բայց թերևս մեր ուխտագնացության կուլմինացիան Սուրբ Խաչում պիտի լիներ, որտեղ այնտեղ խաչից մասունք կար։ Դարեր այնտեղ ամփոփած մեզ տեղեկացրեցին, որ բոլշևիկները երբ որ ուզեցել են քանդել եկեղեցին, այսպես կրակել են ավտոմատներով եւ որտեղ որ կպել է արնահոսել է եկեղեցու քարի պատը։ Շատ ազդու էր։ Երբ որ արդեն մոտեցանք Սուրբ Խաչին, երեկո էր, մթնշաղ էր, մոտ էր մթնշաղին։ Առաջի տպավորությունը երեցկինը կողքս նստած ասես Տեր հայր, Ֆարաջայով քահանան քայլում է եկեղեցու դեմ, վանականը, ոնց ազդու էր հենց այդ պահը, հենց մուտքի պահը։ Մտան գեղեցիկ պատմությունները վանական Տեր հայրից լսեցինք։ Մտան եկեղեցի, փայլում էր մաքրությունից եւ բուրում էր անուշահոտությամբ։ Այս վերջին օրերի այդ խժդժ քննարկումների մեջ, այսպես մտանք ոնց որ մի դրախտային պարտեզ մտած անուշահոտ, մաքուր, գեղեցիկ, մխիթարված, Սուրբ Խաչի մասունք է այնտեղ, չարչարված եկեղեցի, արնահոսած եկեղեցի, մի խոսքով, այսպես այդ ամբողջ զգացմունքները խառնվեց, մի օրում նեղություն քաշած, մարդու ոտքի գիպս հավաքած, 4 կար խփած եւ շարունակած ուխտագրում մի խոսքով, ես չգիտեմ, ուղղակի աներևակայելի զգացողություններ ունեցանք եւ փառքերի թագավորին բյուր փառաբանություն բարձրացրեցինք, լիարժեք լցվելով հոգու ուրախությամբ, ցնծությամբ։ Թող Աստված օրհնի ու պահպանի բոլորին, Աստծո բոլոր զավակներին, ծառաներին, Աստված թող իր հզոր աչքի ու խաչովանու տակ պահի։ Սա մեր համայնքում կատարված 2 գեղեցիկ դեպք ես ներկայացրեցի, սիրելի հավատացյալներ։ Հիմա անցնեմ ավելի կարևորին, այսօրվա խորհրդին։ Երբ որ մենք պատարագին այսօր եւս սկիհը վերցրեցինք եւ պտտվելով եկանք եւ Սուրբ Սեղանի առաջ կանգնեցինք եւ Սուրբ արողության այն բաժինը սկսեցինք ասել, համբարձեք իշխան կստրունս ծերի վեր, համբարձին դրուն խավիտենից եւ մցե թակավոր փառած։ Երբ որ մենք այս բաժինը ասեցինք, չգիտեմ թե քանի հոգի
այս զգացողությունը ունեցա, որ այս խոսակցությունը հրեշտակների մեջ չէ որ սկիհը երբ որ վերաբերվում է Սուրբ Խորան, այստեղ Սարգսակյու քահանայի մեջ հրեշտակների խոսակցությունն է արտասանվում։ Համբարձեք իշխաններ ձեր դռները դեպի վեր, բացեք, բարձրացրեք, բացեք դռները, որ մտնի թագավորը փառքերի։ Ուշադրություն ասում ենք, համբարձեք իշխան կստրունս ձերի վեր, իշխաններ, բացեք դռները։ Այս խոսակցությունը այսօր է տեղի ունեցել։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոս հարությունից 40 օր հետո համբարձվում է հինգշաբթի օրը դեպի երկինք Ձիթենյաց լեռից եւ եկեղեցու սրբազան ավանդությունը մեզ տեղեկացնում է, որ 9 օր ճանապարհ գնաց, ամեն օրը մի հրեշտակի դասերի միջով անցավ եւ 10-րդ օրը մտավ երկնային բուն սրբարան եւ մարդկության խաբության զոհագործման արյունը իր սեփական արյունը մատուցեց եւ Սուրբ Հոգի Աստծուն ուղարկեց երկիր։ Ուրեմն հրեշտակների 9 դաս հրեշտակների միջով անցնելով, համբարձման օրից սկսելով, հինգշաբթին 1, ուրբաթը 2, շաբաթը 3, կիրակին 4, այսօր 4-րդ օրն է։ Հրեշտակներ, հրեշտակապետեր, պետություններ, իշխանություններ, 4-րդը։ Իշխանություններ դասի միջով վերանցնում այսօր։ Եվ դրա համար այնպիսի տպավորություն է, որ երկնային զվարթունների միջով անցնելու այս գործընթացի մեջ 9 10 հրեշտակներից մեկում այս խոսակցությունը տեղի ունեցավ, որտեղ իշխանությունները դեռ չէին բացում դուռը եւ հարցնում էին ով է, որ գալիս է երկրից, որտեղ մարդկային ոչ մի մարմին, մարմնով մարդ արժան չէր երկնային բուն սրբարանը մտնելու։ Եվ դրա համար ուղեկից հրեշտակները տեղեկացնում են, բացեք դռները հավիտենական, բացեք երկնքի դռները հավիտենական, որտեղ մտնում է փառքերի թագավորը։ Եվ հրեշտակներն ասում են, պատերազմների մեջ հաղթող Տերն է, փառքերի թագավորն է, ուղեկից հրեշտակներն ասում են, այո, պատերազմների մեջ հաղթող Տերն է, փառքերի թագավորը ինքն է։ Եվ մտնում է, եւ անցնում է իշխանություններ դասի միջով։ Եվ ահա այս դեպքը այսօր իբրև երկրորդ ծաղկազարդ, իբրև երկնային զորությունների միջով անցնելու մի գործընթաց այսօր տոնակատարում է Մայր եկեղեցի։ Իսկ մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակներս մի գողտրիկ ու ազդու պատմություններ ունենք այսօրվա հետ կապված, եւ որովհետեւ այս դեպքը իմ վրա մեծ տպավորություն է գործել, անձամբ ինձ վրա, դրա համար ես հիմա կներկայացնեմ ձեզ, մտածելով, որ անպայման ձեր վրա էլ մեծ տպավորություն է գործելու։ Մայր եկեղեցվո սրբազան ավանդությունից այդպես տեղեկանում ենք, որ Գրիգոր Լուսավորչին խորվիրապի փոսի մեջ խնամում էր հատկապես իշխանություններ դասից եղող հրեշտակը։ Նա ամեն օր իջնում էր գուբ տառապյալ Սուրբի մոտ, Գրիգոր Լուսավորչի մոտ, որտեղ նա արդեն իր տանջանքով ու տառապանքով իր մինչև հիմա հավատարմությամբ եւ Աստծուն հնազանդությամբ փաստել էր իր սրբության ճանապարհը, ուստի բնավ զարմանալի չէ, որ երկնքից հատուկ հրեխենը իջնում էր նրա մոտ եւ այդ հրեխենը ուշադրություն դարձրեք իշխանություններ դասից էր եւ խնամում էր, զրուցում էին միմյանց հետ։ Հոգեղեն թեմաներ, հոգևոր թեմաներ, մի ճշմարտության կարևոր ծրագրեր են միգուցե քննարկում ենք, չգիտենք ինչ են խոսում, բայց այսպիսի երևույթ կար։ Եվ ասում է, համբարձումից հետո մի օր չեկավ հրեշտակը։
Ոչ թե համբարձումից հետո Գրիգոր Լուսավորչը թերևս չգիտեր էլ օրացույցը որ օրն էր, երբ էր։ Միգուցե հոգեպես գիտեր, հոգեղեն հայտնությամբ չգիտենք, բայց նա ակնհայտ էր, որ կտրված էր արտաքին աշխարհից եւ արտաքին դրություն չգիտեր։ Հիշեցի մեր զինվորական ծառայության ժամանակ պահած մեծ պահքը։ Օրացույց չունենք, հնարավորություն չունենք ճշտելու, մոտավորապես գարնան այդպես մարտի վերջ ապրիլի մեջ 40 օր առանձնացնում պահքը պահում ենք։ Հիմա այսինքն մոտավորապես միգուցե ամեն բան էլ գիտեր կամ հոգեկան հայտնության, բայց արտաքին աշխարհից կտրված էր Գրիգոր Լուսավորիչը։ Եվ հրեշտակը մի օր չեկավ։ Տխրեց Լուսավորիչը, ասում է ավանդությունը, եւ երբ որ հայտնվեց հաջորդ օր, ասեց ուր է երեք ամբողջ օրը քեզ էի սպասում, զրուցեք չկայիր։ Եվ ասում է հրեշտակն ասեց, երբ որ Հիսուս համբարձվում է, 9-10 հրեշտակների միջով է անցնում, մենք էլ 9-10 հրեշտակներս փառաբանություն են երգում Հիսուսի այդ տոնի կապակցությամբ։ Հետևաբար ասում է, քանի որ համբարձման 4-րդ օրն էր, ուստի ես իմ 10 հրեշտակների իշխանությունը դասի հետ երգում էի Հիսուսի փառաբանությունը, դրա համար չկարողացա գալ քեզ մոտ։ Գիտեք, սա մի գողտրիկ պատմություն է։ Ոչ ոք թող այս պատմությունը չապացուցի։ Իսեր ասում այդ ապացուցողները թող գնան գիտությունն ապացուցեն։ Եթե կարողանում են, եթե իրոք գիտնական են, ապացուցող են ու տրամաբանող են։ Բայց այս գողտրիկ պատմությունը, գիտեք ինձ ինչ է հուշում։ Ես մտածում եմ, որ այո, Գրիգոր Լուսավորչին խորվիրապի փոսի մեջ անպայման ասու հրեշտակներն էի խնամում, որով ինքը չմեռա մինչև դուրս գալը, սա մեկ։ Եվ ես կարծում եմ, որ 9-10 հրեշտակներից այո Գրիգոր Լուսավորչի խնամում էր իշխանություններ դասից հրեշտակը։ Գիտեք ինչու եմ այդպես մտածում։ Երբ որ ես ամբողջ համաշխարհային քրիստոնեական պատմությունները կարդում եմ, ինչքան որ կարողանում եմ, բազմաթիվ պատմությունների մեջ ես տեսնում եմ, որ ողջ 2000 տարվա քրիստոնեական պատմության մեջ բավական քիչ են դեպքերը, երբ որ սուրբ մարդիկ, իրոք սուրբ մարդիկ, նաև կրել են այսպիսի ահռելի իշխանություն երկրի վրա։ Գիտեք, օրինակ, ճգնավոր մի սուրբ մարդ ննջեց, սուրբ էր և սրբադասված տոնակատարվող, բայց ճգնավոր մարդը մտավ իր քարանձավը և աղոթեց, սրբությամբ ապրեց ու ննջեց։ Մեծ սրբություն ուներ, բայց երկրի վրա իշխանություն չուներ։ Երբեմն ճգնավորներ, երբ որ փորձել են միջամտել, կարգավորել։ Իշխանները շատ հեշտությամբ հեգնել են դիվահար իշխաններ։ Հիմա տեսեք, որ Աստծո սրբերից ոչ բոլորն են, որ այսպիսի մեծ իշխանություն կրել երկրի վրա։ Սուրբերի ցանկի մեջ ունենք նահատակներ, ովքեր շատ համեստ կյանքով են ապրել, ոչ մի իշխանություն չեն ունեցել ոչ մի մարդու վրա։ Սուրբերի մի մասը կույսեր են եղել, ոչ մի իշխանություն չեն ունեցել, ուղղակի սրբությամբ նահատակվել են։ Սուրբերի մի մասը փոքրիկ զինվորներ են եղել, ոչ մեծ հրամանատարներ։ Շատ մեծ հրամանատարները կրել են նաև իշխանություն։ Մի քանի դեպքեր ունեցել են, որ համ իշխանություն են ունեցել երկրի վրա, ինչպես 4 հանվան է տոնակատարվող, 5 հանվան է տոնակատարվող թագավորները սուրբ։ Առնվազը ասենք 5, ոչ թե 5։ Առնվազը 5 թագավորները ունեցել են, բայց քիչ մարդիկ ամբողջ պատմության ընթացքում։ Իսկ Գրիգոր Լուսավորիչը խորվիրապի փոսից երբ որ դուրս եկավ, հայոց արքան, տրթատ արքան, ոչ թե չոքեչոք, այլ սողեսող մոտեցավ Լուսավորչին։ Այդ դեպքերին ականատես Ագաթան Գեղոսը մեզ ներկայացնում է, որ սողեսող մոտեցավ։
եւ աշակերտեց Գրիգոր Լուսավորչին։ Ասում է լուսավորիչ երբ որ բուժեց, ամեն բան բարեկարգեց, դպրոց բացեց, որպեսի սուրբ հավատքը, քրիստոնեական սուրբ հավատքը սովորեցնի ամբողջ ազգին, եւ թիվ 1 աշակերտը Տրթատ արքան ինքն էր, անձամբ։ Գրիգոր Լուսավորչին այդչափ տանջող, տառապանք տվող արքան։ Այլևս Գրիգոր Լուսավորիչը երկրի վրա իբրև Աստծո հրեշտակ ընկալվեց։ Ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Նույնիսկ Հռոմի կայսր եւ Հռոմի քահանայապետ եւ տարբեր տեղերի եպիսկոպոսապետներ Գրիգոր Լուսավորչի սրբությունը ճանաչում եւ նրա սրբությունը իբրև սուրբ սրբադասեցին իրենց համայնքներում եւ եկեղեցիներում եւ բոլոր քրիստոնյա ժողովուրդներում։ Դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ, ես կարծում եմ, որ պատահական ոչինչ չկա։ Աստծո իշխանություններ դասից մի հրեշտակ խնամում էր Գրիգոր Լուսավորչին, որտեղ այդ մարդուն պիտի դուրս բերեր փոսից եւ երկրի վրա շատ բարձր իշխանություն պիտի տար ի սպասավորություն Աստծո փառքին։ Որտեղ գիտեք սրբերը իրենց ունեցած ամեն բան, այդ թվում նաեւ այսպես բարձր իշխանությունը միշտ ծառայեցնում են իրենց Տիրոջ եւ իրենց Աստծուն եւ իրենց այդ իշխանություն կրելու տարիները դառնում են ոսկե դարեր։ Դրա համար էլ մենք կոչում ենք ոսկե դար։ Ոսկե դարը սկսում է Գրիգոր Լուսավորչով եւ եզրափակում ենք ավարայրի ճակատամարտով 150 տարի, որտեղ այնտեղ իշխանություն կրող բազմաթիվ սրբեր կային։ Թիվ 1-ը Գրիգոր Լուսավորիչ, եթե թվերի բաժանենք, թիվ 2-ը Տրթատ արքա, որ սուրբ դարձավ հալաշից։ Եվ այդպես շարունակ Արիստակես, Վրթանես եւ այլ եւ այլ։ Պես որ սիրելի հավատացյալ ժողովուրդ, այս տեսակետից այսօրվա խորհուրդը ինձ համար շատ ազդու է, որ այսօր մենք հենց համբարձման 4-րդ օրն ենք, այսօր այն օրն է, որ հրեշտակը բացակայեց անգամ Խորվիրաբի փոսի մեծ սուրբին խնամելուց, որ իրենց դասի իշխանություններ դասի հետ Աստծո փառքը երգեր։ Ուրեմն այսօր մենք պատարագի մասնակից հարգելի հավատացյալներ, փաստորեն Աստծո 9 դաս հրեշտակներից իշխանություններ դասին ենք դասակից դառնում, որ պատարագով աղոթում եւ պաշտում ենք մեր Տիրոջը։ Սա չափազանց մեծ պատիվ է խղճուկ մարդկանցս համար։ Թող Տերը դրա համար ամեն մեկի զորացնի, ամեն մեկի լույսով լցնի, հրեշտակական զվարթությամբ, ուրախությամբ, արիությամբ ու համարձակությամբ լցնի իր շնորհները պտղակալի յուրաքանչյուրիս կյանքում։ Շնորհ, սեր եւ խաղաղություն ձեզ ընդ ամենեսյանը։ Ամեն։ Եվ տուր